Բարև ձեզ, ողջունում եմ բոլորիդ ակադեմիական քաղաք գիտելիքի միջազգային ֆորումում և այսօրվա կամ համաժողովի ֆորումի ասելիքի իմ ընկալումը ներկայացնելու համար այսօր ուզում եմ ձեր առաջ հանդես գալ կանխատեսել ապագան բանախոսությամբ և հարցը, որից ուզում եմ սկսել, հետևյալն է. արդյոք հնարավոր է կանխատեսել ապագան։ Ընդհանրապես սա մի օրակարգ է, որը շատ վաղուց կա մարդկության և քաղաքակրթության օրակարգում և սրա համար ամենատարբեր բանաձևեր են փորձարկվել, սկսած աստղագուշակությունից, վերջացրած ամենատարբեր մեթոդաբանությունը, բայց իրականում կան դեպքեր, երբ ըստ էության բավական ճշգրտորեն կանխատեսվում է ապագան և ես օրինակ, որ մտածում էի ինչ օրինակ բերեմ, որպեսզի առավել համոզիչ լինի և տեղավորվի մեր այսօրվա քննարկման համատեքստում, օրինակ ժամանակին ռուս գիտնական Ցիոլկովսկին մի հեռավոր գյուղի մի հեռավոր խրճիթում նստած կանխատեսում էր, որ մարդը ի վերջո կթռնի տիեզերք և այդ կանխատեսումը այսօր իրականություն է և դրանով որևէ մեկին չես զարմացնի, բայց ավելի պարզ օրինակ կա ապագան կանխատեսելու, օրինակ ներկաներից շատերը կանխատեսել էին, որ այսօր մենք հանդիպելու ենք, ճիշտ է, այսինքն ըստ էության, եթե ելնում ենք այս իրողությունից, սա ակնհայտ իրողություն է, նույնիսկ ներկաներից կային մարդիկ, ովքեր կանխատեսում էին մի ամիս առաջ, որ այսօր այս ժամին այստեղ այս հանդիպումը տեղի է ունենալու և հետևաբար ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ այս պահի մասին մենք խոսում ենք որպես ապագայի, այսինքն սա այն ինչ որ հիմա տեղի է ունենում, ըստ էության կանխատեսված և կանխատեսելի ապագա է և հետևաբար որպեսզի շատ բարդ այս պահին մեզ անհասանելի երևույթների հետ չառնչվենք, ես ուզում եմ կենտրոնանալ հենց այս փաստի վրա, արձանագրելու համար, որ ապագան կանխատեսելի է։ Մենք մեծ հավանականությամբ հիմա կարող ենք կանխատեսել, թե ինչ տեղի կունենա 5 րոպե հետո։ Մենք կարող ենք կանխատեսել 5 րոպե հետո բոլորս այստեղ կլինենք և էկրանին կլինի ուրիշ պատկեր և այդպես շարունակ, ժամանակ չկորցնենք։ Եվ հարցը հետևյալն է, եթե կանխատեսել է մի րոպե հետո տեղի ունենալիք ապագան, 5 րոպե տեղի ունենալիք ապագան, 24 ժամ հետո տեղի ունենալիք ապագան, ինչու կանխատեսելի չէ մի տարի հետո տեղի ունենալիք ապագան, 10 տարի հետո տեղի ունենալիք ապագան, 100 տարի հետո տեղի ունենալիք ապագան, այսինքն եթե կա ալգորիթմ, որևէ իմիջիայլոց ուզում եմ նաև ընդ որում այս օրինակը էլի վերադառնալով կոնկրետության մեջ, կարող ենք բերել ուրիշ օրինակներ, ալգորիթմը, երբ որ ասում եմ, եթե կանխատեսել է մի րոպե հետո տեղի ունենալիք ապագան, ինչու կանխատեսելի չէ, ավելի երկար ապագան, ուզում եմ մի օրինակ բերեն, օրինակ ինքնաթիռի և ընդհանրապես թռչող սարքերի ճակատագիրը կամ ծագումնաբանությունը։ Սկզբից առաջին թռչող սարքերը թռնում էին 30 մետր և դա համարվում էր համաշխարհային սենսացիա։ Այսինքն 30 մետր, ընդամենը 30, երբ որ առաջին անգամ տեղի է ունեցել, թռիչք տեղի է ունեցել, ես գուցե սխալվեմ, ես ամեն ինչ չի, որ ես բանախոսության ժամանակ ճշտում եմ, հետևաբար հնդածս եկող օրինակների թվաբանության մեջ կարող եմ սխալվել, կարող է 50-եր, կարող է 25, բայց այդ բանի մի քարընկեցի հեռավորության վրա էր։ Սկզբից տեղի ունեցավ այդ, հետո մարդիկ հարցրին, մի րոպե, եթե կարելի է 30 մետր թռնել, ինչի չի կարելի 300 մետր թռնել։ Հետո հարցրին, եթե կարելի է 300 մետր թռնել, ինչի չի կարելի 3000 մետր թռնել, եթե կարելի է 3000 մետր թռնել, ինչի չի կարելի 3000 կիլոմետր թռնել։ Եվ մենք այսօր այդ ամեն ինչը իրողություն է։ Եվ հետևաբար այս տրամաբանությունը կապելով նշած օրինակների հետ և էլի վերադառնալով ամենապարզ օրինակին, որ այսօր մեր հանդիպում այդ 5 րոպեն էսա մոտենում է, բոլորս կտեսնենք, որ դա տեղի ունեցավ, եթե կանխատեսելի է այսօրվա մեր ապագան, ուրեմն մենք պետք է
մտածենք այն բանաձևի մասին, որը մեզ հնարավորություն է տալիս եւ թույլ է տալիս կանխատեսել ապագան։ Եվ այս օրինակների մասին մտածելիս ես օրինակ գալիս եմ այն եզրակացության, որ կանխատեսել ապագան նշանակում է նախագծել, պլանավորել ապագան։ Այսինքն սա շատ կարևոր բան է։ Այստեղ է որ մենք ալքիմիայի կամ աստղագուշակության տրամաբանությունից դուրս ենք գալիս ապագան կանխատեսելու եւ մտնում ենք ռացիոնալության դաշտ, արձանագրելով, որ կանխատեսել ապագան նշանակում է պլանավորել ապագան, որովհետև հենց թեկուզ մեր այսօրվա հանդիպման մասին խոսելիս մենք ոչ թե իրականում ոչ թե այդքան կանխատեսել էինք, այլ պլանավորել էինք, որ այսօրը տեղի ունենա եւ հետեւաբար ապագայի մասին խոսելիս ընդհանուր առմամբ բոլոր ոլորտներով, բոլոր ուղղություններով ես ուզում եմ առաջարկել հետեւյալ բանաձևը, որ կա նախագիծ, կա ապագա, չկա նախագիծ, չկա ապագա։ Այսինքն ցանկացած դեպքում, երբ որ մենք խոսում ենք ապագայի մասին եւ փորձում ենք հասկանալ, թե ինչքանով է այդ ապագան կանխատեսելի, շատ կարեւոր է հասկանալ, իսկ այդ կանխատեսման տակ պլան կա, թե չկա, նախագիծ կա, թե չկա։ Եթե կա նախագիծ, ուրեմն կա ապագա, եթե չկա նախագիծ, ուրեմն դա ապագա չի, դա ինչ որ մի ուրիշ բան է, կամ եթե մի փոքր այլ տեսակետից ընկալենք իրականությունը, կարող ենք արձանագրել հետևյալը, որ ապագան այսպես թե այնպես գալու է։ Այսինքն չկա տենց իրավիճակ, երբ որ ապագան չկա։ Այլ հարց է, թե ապագան, որը եկավ, ինքը համապատասխանում է մեր պլանավորումներին, մեր ցանկություններին, մեր նախագծերին, թե ինքը ուղղակի ինչ որ ուրիշ մեկն է պլանավորել, որովհետև ես մտածում եմ, որ գուցե այստեղ էլի մտնենք ինչ որ էզոթերիկ դաշտ, եթե ապագան եկել է ինչ որ մեկ այդ ապագան պլանավորել է։ Հարցն է, մենք դրանում դեր ունեցել ենք, թե դեր չենք ունեցել։ Ես այս վերջերս քաղաքական մակարդակում իհարկե շատ խոսում եմ դրա մասին, ասելով, որ այո, Հայաստանի Հանրապետությանը ապագան ըստ էության եւ որը եկել էր եւ որը մեզ համար այնքան էլ կառավարելի չէր, էդ էլ ինչ որ միտեղ, ինչ որ մի ձևով պլանավորված էր։ Եվ հարցն է, թե ինչքանով է եղել մասնակցությունը մեր այդ ամեն ինչի։ Բայց մեծ հաշվով կարծում եմ այն խնդիրը, որ ոլորտային, գլոբալ ապագաները կանխատեսելի են, այդ խոսույթը եւ իրականությունը շատ թե քիչ ընկալված է։ Այսինքն այն օրինակները ես բերեցի, դրանք հանրահայտ օրինակներ են։ Ես իմիջիալոց հիշում եմ ինձ 1995 թվականին, երբ որ ամեն օրվա նման հերթական մի օր ես մոտեցա կրպակ, գնեցի թերթ եւ մետրոյի վագոնում կարդալով այդ թերթը գնում էի աշխատանքի եւ ես հիշում եմ մի փոքր շատ առաջին էջում փոքր մի լուր, որտեղ ասում էր, որ շուտով գալու են ժամանակներ, երբ որ մարդիկ հեռախոսով խոսելիս տեսնելու են իրենց։ Երբ որ մարդիկ լուրեր են կարդալու որպես հեռախոս օգտագործվող գործիքներին 95 թվին։ Ես այդ ժամանակ իմիջիալոց լրագրող էի եւ ըստ էության սկսնակ լրագրող եւ թերթ տպելը ինձ համար տեխնոլոգիական ամենավերջին մանավանդ նոր համակարգիչներն էին մտել եւ նոր տեխնոլոգիա մուտք էր գործել աշխարհ եւ լինոտիպին փոխարինելու էր եկել համակարգիչը եւ տպավորություն էր, որ մենք վերջ հասել ենք գագաթնակետին։ Հետո երբ որ ես առաջին անգամ տեսա սմարթֆոն, ես հիշեցի 95 թվականին ինձ այդ վագոնում։ Եվ այն ժամանակ դա շատ անհավանական էր թվում, բայց դա էլ էր ապագայի կանխատեսում են տրամաբանության, որ դա ապագայի պլանավորում էր եւ դրանով էր կանխատեսում։ Բայց մեր խոսակցության հիմնական նյութին է կհասա։ Ես ուզում եմ հիմա այս ոլորտները, ուղղությունները, տեխնոլոգիաները մարս կթռնենք, լուսնի վրա տեղի կունենա, հետեւյալը ասուպների վրա հանքարդյունաբերություն կզարգանա եւ այլն։ Բայց ես ուզում եմ խնդիրը բարդացնել կամ գալ հիմնական հարցին։ Իսկ ասենց ոլորտային գլոբալ, որ հնարավոր է կանխատեսել, ինչպես տեսանք, իսկ հնարավոր է արդյոք կանխատեսել ամեն անհատի ապագան։ Եվ մեր այս ամբողջ խոսակցությունը կրթության ոլորտում մեր որդեգրած ռազմավարությունները
ըստ էության հանգում են այդ հարցին։ Հնարավոր է արդյոք կանխատեսել մեկ անհատի ապագան։ Եվ մենք կարծում ենք, որ այո, եւ մենք ըստ էության սկսել ենք մեկ անհատի ապագայի պլանավորման աշխատանքը կամ բանաձև ենք առաջարկել, որով առաջարկում ենք պլանավորել ամեն անհատի ապագան։ Սա կարծում եմ այս տեսարանը արդեն շատ ծանոթ է բոլորիդ, որը հիմա նորակառույց մեր հանրակրթական դպրոցներում կամ վերանորոգված, հիմնանորոգված անպայման կարևոր ենք համարում, որ այս պատկերը լինի բոլոր դպրոցներում։ Լավ սովորիր, որ լավ ապրես, սա ի՞նչ է։ Սա ապագայի կանխատեսում է կամ ապագայի պլանավորում է, որովհետև այս բանաձևը ասում է մեր երեխաներին, ասում է, եթե լավ սովորես, լավ կապրես։ Եթե լավ չսովորես, հետևաբար լավ չես ապրի։ Ընդ որում կանխատեսումների ճշգրտության միշտ մենք բոլոր ոլորտներում, սկսած մաթեմատիկայից, շարունակած քիմիայով, ֆիզիկայով, տեխնոլոգիաներով, բոլոր տեղերում մենք կանխատեսումների միշտ էլ որոշակի շեղումներ ունենում են եւ դա նորմայի մեջ է համարվում։ Եվ հիմա կրթության ոլորտի մեր ռազմավարությունները նրա մասին են, որ ամեն անհատի ապագա այո հնարավոր է կանխատեսել եւ մենք ուզում ենք, որ ոչ թե պետությունը, ոչ թե կառավարությունը, ոչ թե ուրիշները կանխատեսեն եւ պլանավորեն երեխայի ապագան, այլ երեխան ինքը հասկանա, որ իր դպրոց գալու ամեն օրը իր ապագայի կանխատեսումն է եւ ինքը զբաղվի իր ապագայի կանխատեսմամբ եւ մեր ռազմավարական նպատակն է, որպեսզի մենք երեխային ներգրավենք իր ապագան կանխատեսելու գործընթացի մեջ։ Ընդ որում ավելի ճիշտ է ասել իր ապագան պլանավորելու գործընթացի մեջ, որովհետև շատ կարևոր է նաև որ ի վերջո երեխան աշակերտը պատասխանի ինքը իր համար հարցին, իսկ ինչ է նշանակում լավ ապրել։ Ինչ է նշանակում լավ ապրել։ Մեկի համար լավ ապրել նշանակում է ուղղակի ամեն օր բեմ դուրս գալ եւ դրանից այն կողմ իր համար լավ ապրելու ուրիշ չափանիշ չկա։ Ինքը պատրաստ է մնացած ամեն ինչը դնել մի կողմ եւ ամեն օր կամ շաբաթը մի անգամ կամ երկու անգամ բեմ դուրս գալը իր համար դարձնել կյանքի բացարձակ առաջնահերթություն։ Մյուսի համար լավ ապրելը նշանակում է կյանքի մեջ գոնե 1-2 անգամ լինել լուսնի վրա։ Երրորդի համար լավ ապրել նշանակում է ունենալ լավ ռեստորան, որտեղ մարդիկ հաճույքով գալիս են եւ բերում է եկամուտներ։ Չորրորդի համար լավ ապրել նշանակում է մայբախ ունենալ, թող նշանակի։ Հինգերորդի համար նշանակում է շատ երեխաներ ունենալ։ Վեցերորդի համար կամ ինչ որ մեկի համար այս բոլորից ամեն մեկից մի կտոր, այսինքն սա շատ կարևոր է, որ մենք երեխաներին, որովհետև գիտեք ինչ, ես հիշում եմ եւ այսօր էլ կա մեր իրականության մեջ, իմիջայլոց այս խոսակցությունը ուզում եմ կիսեմ ինչից սկսեց։ Այս խոսակցությունը սկսեց, երբ որ մենք ասացինք, որ երբ որ երեխան դպրոց է մտնում, պետությունը, կառավարությունը իրեն ինչ ուղերձա տալիս։ Եվ մենք եկանք այն բանին, այն հանգամանքին, որ մեր դպրոցների մուտքերի մոտ հասկանալիորեն գրված է ճանաչել զիմաստություն եւ սխրատ։ Եվ մենք ցանկացանք հասկանալ, իսկ ինչ է սա նշանակում երեխայի տեսակետից։ Եվ ես վերջերս աշակերտական մի խմբի հետ հանդիպման ժամանակ էքսպերիմենտ արեցի, երեխաներին հարցրեցի, երեխաներ, կարող եք ասել, որն է հայերեն առաջին թարգմանված նախադասությունը։ Հիմնականում բոլորը գիտեին։ Հաջորդ հարցը տվե, ասացի, իսկ կարող եք ասել, ինչ է դա նշանակում։ Բավականին շատերը գիտեին։ Հաջորդ հարցը տվեցի, իսկ կարող եք ասել, որտեղից է այդ նախադասությունը։ Կային աշակերտներ, մոտավորապես 20%-ը գիտեր։ Հաջորդ հարցը տվեցի, իսկ կարող եք ասել, այդ նախադասությունը ինչ նախադասություն է շարունակում։ Ոչ մեկ չգիտեր,
բացարձակապես ոչ մեկ չգիտեր, իսկ իմ կարծիքով այո, այդ արտահայտությունը սրբազան մեզ համար արտահայտություն է, բայց ինքը այնուամենայնիվ արձանագրում է փաստը եւ ինքը չի տալիս ուղերձը, չի տալիս, չի մղում գործողության, ճանաչել զիմաստություն եւ սխրատ։ Եվ այս էր պատճառը, որ ես վերջերս խոստացա Վատիկան գնալ գալու ճանապարհին փորձեցի կատարել խոստումս եւ ես խոստացա, որ ես ինքս պետքա անգիր սովորեմ այդ պարբերությունը, որտեղ ու աշխարհաբար, էս էլ է շատ կարեւոր, աշխարհաբար, որովհետեւ գրապարը միշտ չի, որ հասկանալի է։ Իսկ ուղերձը շատ կարեւոր է եւ ես ուզում եմ օրգանական կապը ցույց տալ։ Էլի ինչպես իրական Հայաստանի գաղափարախոսության ծագումը ես կապում եմ հայոց պատմության հետ եւ դա փաստ է, ինչպես իրական Հայաստանի գաղափարախոսության եւ գաղափարի ծագումը կապում եմ պատմական Հայաստանի հետ, ասում եմ, որ իրական Հայաստանի գաղափարախոսության ծնողը հայ ժողովրդի պատմությունն է։ Իրական Հայաստանի ծնողը պատմական Հայաստանն է։ Ես հիմա ուզում եմ ցույց տալ, որ լավ սովորիր, որ լավ ապրեսի ծնողը ճանաչել զիմաստություն եւ սխրատն է, որ սա ոչ թե ժխտման, այլ զարգացման, այլ մարդուն մոտիկ բերելու, հասանելի դարձնելու, շոշափելի եւ իրական դարձնելու գաղափար եւ գաղափարախոսություն է։ Իսկ ինչ է ասում Առակաց գրքի առաջին առանձնացված պարբերությունը։ Առակաց գրքի Երուսաղեմում Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի առակները։ Ճանաչել իմաստությունը եւ խրատը, իմանալ հանճարի խոսքերը, ընկալել խոսքի բարդ դարձվածքները, հասկանալ ճշմարիտ արդարությունը եւ ուղղել իրավունքը, պարզամիտներին խորագիտություն եւ երիտասարդներին իմաստություն եւ հանճար տալու համար, որպեսզի դրանք լսելով իմաստունը ավելի իմաստուն դառնա, իսկ հանճարեղը առաջնորդություն ստանա թափանցի ասույթների եւ խորին առակների մեջ, իմաստունների ճառերի եւ նրանց այլաբանությունների մեջ։ Այսինքն պատկերացրիք, չէ՞։ Հիմա մի անգամ Մեսրոպ Մաշտոցը ճանաչել զիմաստություն եւ սխրատը, թարգմանել է հայերեն, երկրորդ անգամ այս նախադասությունը 20-րդ դարում գրաբարից թարգմանվել է աշխարհաբար, 21-րդ դարում կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը այն թարգմանել է վերածելով ուղերձի։ Այդ ուղերձը հետեւյալն է. լավ սովորիր, որ լավ ապրես, եւ լավ սովորիր, որ լավ ապրեսը երեխայի ապագայի կանխատեսման եւ պլանավորման մասին է, բայց ավելին, ինչա կրթությունը հարգելի ներկաներ։ Կրթությունը անհատի ապագայի կանխատեսման հարթակ է։ Ես երեք որտեղ էր դպրոցներից մեկի բացման ժամանակ, ես ասացի մի միտք կիսեցի լսարանի հետ, տնօրենների եւ ուսուցիչների հետ, ասացի, եթե ես ասեմ, որ ձեզանից յուրաքանչյուրը կարող է գրեթե 70-80% ճշգրտությամբ կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու շրջանավարտի կյանքում, այսինքն ինչ կյանք է անցնելու։ Ես շատ կսխալվում եմ, թե չէ։ Ես զգացի, որ ուսուցիչները դահլիճում գլխով էին անում, եւ դա այդպես է, Դպրոցի շրջանավարտին ուսումնասիրելով, մենք կարող ենք ճշգրիտ կանխատեսել նրա հետագա կյանքը, կարող ենք կանխատեսել նրա բարեկեցության աստիճանը, հանրային դիրքը, իր հարաբերությունները հանրության մյուս անդամների եւ այլն եւ այսպես շարունակ։ Իհարկե ես հասկանում եմ, որ նման դեպքերում մտքեր կարող են ծագել մարդու հետ, շատ բան կարող է տեղի ունենալ, շատ բան կարող է պատահել։ Այո, այդ թվում եղել է, որ երբ որ
հրթիռները արձակվել են տիեզերք թռնելու համար, եղել է նաև վթարներ են եղել։ Բայց դա չի նշանակում, որ Tsiolkovsky կանխատեսումը եւ ալգորիթմները տիեզերք թռնելու մասին չեն իրականացրել։ Ավիա վթարներ են լինում ցավոք սրտի, որոնց մասին մենք բոլորս իմանում ենք, տպավորությունա թե հաճախ են լինում, բայց իրականում շատ հազվադեպ են լինում։ Բայց դա չի նշանակում, որ թռնելու այն 10 մետր թռնելու առաջին էքսպերիմենտը չի վերածվել շուրջերկրյա թռնելու այդ հնարավորության։ Եվ հետևաբար, բայց ինչ կապ ունի այս ամեն ինչը ակադեմիական քաղաքի մեր նախագծի հետ։ Սրան արդեն անդրադարձանք, կրթությունը անհատի ապագայի կանխատեսման հարթակ է, եւ ակադեմիական քաղաքի նախագիծը իրականում ապագայի անհատի ապագայի կանխատեսման համակարգը ավելի ուժեղացնելն է եւ անհատի ապագայի կանխատեսման համակարգը տրանսֆորմացնելն է պետության ապագայի կանխատեսման համակարգի։ Եվ իմ կարծիքով ակադեմիական քաղաքը այն նախագիծն է, որը առավել ուժեղացնելու է անհատի ապագայի կանխատեսման բանաձևը, եւ դա ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ ակադեմիական քաղաք նախագծի շատ կարևոր բաղադրիչ մասերն են ավագ դպրոցները։ Եվ մենք պլանավորում ենք, որ այնտեղ պետք է ունենանք արվեստների ավագ դպրոց, տեխնոլոգիաների ավագ դպրոց, բոլոր ուղղություններով ավագ դպրոց։ Ինչի գաղափարը նրանում է, որ հանրապետության ամենաաչքի ընկած երեխաներին մենք հնարավորություն տանք միջանկյալ փուլում ավելի մոտիկ գտնվել բարձրագույն եւ հետբուհական կրթությանը եւ ինչալոց ամենատաղանդավոր բառը ուզում եմ ես մեկնաբանել մեր հավատը եւ համոզմունքն է այն, որ յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է, առանց բացառության յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդ է եւ կրթական համակարգի դերը եւ նշանակությունը երեխայի տաղանդը բացահայտելն է, երկրորդը զարգացնելն է։ Երբ որ մենք Սասունիկում կամ նորաբաց դպրոցներ ենք գնում, մասնավորապես Լուսակն գյուղում, որտեղ երբեք դպրոց չի եղել, այդ գյուղի պատմության ընթացքում առաջին անգամ մենք ունենք դպրոց։ Մենք մտնում ենք քիմիայի լաբորատորիա եւ ես այնտեղ տեսնում եմ ամենատարբեր սարքավորումներ, մանրադիտակներ եւ այլն, քիմիայի լաբորատորիայում։ Եվ ես հարցնում եմ մեր գործընկերներին կամ առաջարկում եմ միտք մեր գործընկերներին։ Ասում եմ կրթության հասանելիության գաղափարը նրանում է, որ եթե որևէ մեկը Լուսակն գյուղից պետքա դառնա քիմիկոս, նա քիմիկոս դառնալու հնարավորություն ունենա։ Այն փաստը, որ Լուսակն գյուղում չի եղել դպրոց եւ չի եղել քիմիայի լաբորատորիա, ինձ եւ մեզ բոլորից հնարավորություն է տալիս վարկած առաջարկել, որ առնվազն մի քանի խոշոր քիմիկոսներ այդ լաբորատորիայի պատճառով չեն կարողացել, ուղղակի օբյեկտիվ շանս չեն ստացել քիմիկոս դառնալու եւ ներողություն եմ խնդրում հոռետեսական գնահատականի համար եւ գուցե այդ պատճառով նրանց մի մասը հենց այսօր հենց հիմա գտնվում է քրեակատարողական հիմնարկում։ Ես ասում եմ մի բան, որը շատ տեսական է, բայց ցավոք ինքը իրական լինելու շատ մեծ հնարավորություն ունի։ Եվ հետևաբար ակադեմիական քաղաքը այս նախագիծը մեզ համար առաջինը անհատի կյանքի պլանավորման համակարգը Հայաստանում ամբողջական դարձնելն է, ընդ որում մենք դպրոցների մասին խոսեցինք, մանկապարտեզների մասին չխոսեցինք, որովհետև մեր ընկալումն այն է, որ մենք ասում ենք կրթությունը ցկյանս գործառույթ է։ Ցկյանս ասելով միշտ մտածում ենք, որ հասուն մարդը միջև իր օրվա վերջը պետքա իր կյանքի ավարտը պետքա սովորի, բայց սովորելը իրականում, երբ որ երեխան ծնվում է, ինչ է անում ինքը ամենասկզբից, ինչով է ինքը զբաղված։ Ինքը սովորում է։ Երեխան ծնվելու հաջորդ պահից սովորում է։
Նա հայտնվում է իր համար անծանոթ աշխարհում եւ սկսում է հետազոտել, ինչա տեղի ունենում այդ աշխարհում։ Առաջին գործողությունը, որ նա անում է, սկսում է սովորել շնչել։ Նա սկսում է, հա բնազդով է սովորում, բայց բնազ էտելա չէ։ Էտելա չէ, շատ բաներ կա, որ մենք այո, կրթությունը պետք է հասցնի բնազդային մակարդակի։ Օրինակ, բարեկրթությունը պետք է հասցնել բնազդային մակարդակի։ Պետք չէ բարեկիրթ անհատ դաստիարակել այդ արտադրությունը ինքը նոնսենս է։ Որովհետև ինչպես շնչել է, այնպես էլ բարեկրթությունը պետք է հասնի բնազդային մակարդակի։ Պետության ընկալումը եւ քաղաքացիության զգացումը պետք է հասնի բնազդային մակարդակի։ Եվ այլն եւ այսպես շարունակ։ Հաջորդիվ երեխան հետազոտում է, այս մարդիկ ոնց են ինֆորմացիա փոխանակում իրար։ Տեսնում ա, որ ինչ որ բերանները բացում, փակում են, բերանները բացում, փակում են, ժեստեր են անում, այդ ամեն ինչ սովորում է։ Եվ մենք երեխա կյանքը անկախ նրանից մենք պլանավորում ենք թե չէ, ամբողջ process-ը կյանքը ինքը սովորելու գործընթաց է։ Եվ հետևաբար մեր խնդիրը այդ սովորելու գործընթացը, կրթության գործընթացը դարձնել առավել ինստիտուցիոնալ, դարձնել առավել նպատակադրված, դարձնել ավելի առավել ինֆորմացված։ Եվ նույնը վերաբերվում է երկրի կյանքին, եւ իմ կանխատեսումը այն է, եւ մեր պլանավորումը այն է, որ ակադեմիական քաղաքը դառնալու է գրավիտացիոն կենտրոն Հայաստանի Հանրապետության կյանքի համար, բոլոր ոլորտների կյանքի համար, որը կանխորոշելու է կյանքի ընթացքը Հայաստանի Հանրապետությունում, անհատական մակարդակով, խմբային մակարդակով, համայնքային մակարդակով եւ պետական մակարդակով։ Եվ ուզում եմ ամփոփելով անդրադառնալ հետեւյալ հարցին։ Շատերը ասում են, ինչ իրականանալու է ակադեմիական քաղաքը, թե չի իրականանալու։ Ակադեմիական քաղաքը իրականանում է։ Այն չի կարող պարզապես չիրականանալ։ Ես ուզում եմ էլի կանխատեսելով ապագան խոսույթի ներքո մեր ուշադրությունը հրավիրել ամենաթերևս կարևոր հանգամանքներից մեկում։ Մեր բոլոր լավ եւ վատ արարքները նախ տեղի են ունենում մեր գլխում, մեր մտքում։ Այսինքն չկա մեր կյանքում տեղի ունեցող մի բան, բացի հազվադեպ սպոնտան ինչ-որ դրսևորումներից, բայց մեկ այդ սպոնտան դրսևորումները իրենց արտահայտությունը գտնում են մեր ենթագիտակցության մեջ։ Չկա մի այդպիսի բան, որ նախ մեր մտքում տեղի չունենա։ Ես ինչու եմ համոզված, որ ակադեմիական քաղաքի նախագիծը կայանալու է, մենք ունենալու ենք նախատեսված վայրում, նախատեսված ձևով ակադեմիական քաղաք, որովհետև մեր մտքում ակադեմիական քաղաքը արդեն գոյություն ունի, կա, մենք ապրում ենք դրանով, բայց նաև շոշափելի գոյություն ունի, այս տարի մինչև տարեվերջ մենք կընդունենք ակադեմիական քաղաքի մաստեր պլանը եւ ընդ որում ակադեմիական քաղաքի շուրջ մեր աշխատանքը նաև վերափոխեց ինչ-որ բան ստեղծելու, կառուցելու մասին մեր պատկերացում, այդ թվում մեր միջազգային գործընկերների շնորհիվ։ Ես ասում եմ, մեր օրինակն եմ բերում, որ այլ տպավորություն չստացվի։ Հայաստանում կառուցված տների մոտավորապես 80-85%-ը առանձնատների մասին է խոսքը, ո՞նց է կառուցվել։ Դե մի օր երեկոյան նստած ենք, հաց ենք ուտում, երկու բաժակ է խմած ենք, ասում ենք, բա նա տուն չկառուցենք, իհարկե կառուցենք։ Արդեն գուցե հաջորդ առավոտ կամ առաջիկա շաբաթ կիրակի արդեն աշխատանքներ տեղի են ունենում, բետոնը արված է, լցված է եւ այլն, շատ արդեն տանիքը դրեցինք եւ այլն, երբ որ գալիս է այդ տանը ապրելու պահը, այդ ժամանակա որ մենք հասկանում ենք, որ այնուամենայնիվ տուն կառուցելը, պատերը շաները ու տանիքը դնելը չի։ Դա իրականում շատ ավելի կարևոր, շատ ավելի բարդ եւ շատ ավելի գիտելիքատար գործընթաց է։ Եվ այսպիսով, հարգելի ներկաներ, ապագան կանխատեսելի է եւ ես առաջարկում եմ, որ մենք կանխատեսենք Հայաստանի Հանրապետության ապագան եւ իրագործենք այդ կանխատեսումը։ Շնորհակալ եմ։